Տիեզերք, ինչքան հրաշագեղ և անիրական գեղեցկություն կա նրա մեջ։ Հաճախ տիեզերքում կատարվող երևույթները տեսանելի են լինում մեզ համար, և այդ ամենին ականատես լինելը մեզ պարգևում է աննկարագրելի զգացողություններ։ Այսօր ձեզ ուզում եմ հայտնել այդ երևույթներից մեկի մասին, որը տեղի կունենա ընդամենը մի քանի օր անց։ Աստղաթափ բառը կարծես արդեն հուշում է երևույթի բնույթը։ Աստղաթափի ժամանակ շատ աստղակերպեր և երկնային մարմիններ մեծ արագությամբ անցնում են Երկիր մոլորակի մոտով, իրենց ետևից թողնելով վառ լուսավորված հետագիծ։ Արդյունքում երկինքը լցվում է այսպես ասած աստղային անձրևով։ Տարվա մեջ լինում են աստղաթափի մի քանի փուլեր, որոնցից ամենավառը դրսևորվում է օգոստոս ամսին։ Այդ ժամանակ տեղի է ունենում Պերսեիդների գերհզոր հոսք։ Դրանք երկնային մարմիններ են, որոնք այդ օրերին շատ մեծ արագությամբ անցնում են մեր մոլորակի մոտով, իրենց ետևից թողնելով գերհզոր ճառագայթ։ Աստղաթափին կարելի է հետևել ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, բայց երևույթի ամենավառ դրսևորումը տեղի է ունենում օգոստոսի 10-ից 13 ընկած հատվածում։ Այս տարի օգոստոսյան աստղաթափին հետևելու համար խորհուրդ է տրվում ընտրել օգոստոսի 12-ի գիշերը և 13-ի առավոտը։ Փորձեք դիտել երկնքի այն հատվածը, որտեղից լուսինը գտնվում է մաքսիմալ հեռավորության վրա, քանի որ լուսնի լույսը կարող է խանգարել Պերսեիդների տեսանելիությանը։ Ընտրեք առավել բարձր դիրքում գտնվող տարածք, որպեսզի զերծ մնաք շրջակա լուսավորությունից։ Հնարավորության դեպքում օգտագործեք հեռադիտակ կամ աստղադիտակ։ Եվ հիշեք, աստղակերպերը չեն սպասում ձեր երկնքին նայելուն, որպեսզի հենց այդ պահին ընկնեն։ Փորձեք լինել համբերատար և ուշադիր։ Արդյունքում դուք ականատեսը կլինեք այդ գեղեցիկ և հեքիաթային երևույթին։ Ձեզ հետ Ռուբեն Եսայանն էր։ Եղեք հետաքրքրասեր և մենք նորից կհանդիպենք։